Իշխանություն եկեղեցու վերնախավ, իշխանության վերնախավ, եկեղեցու վերնախավ հակասությունը, որը մենք այս պահին ունենք, անձնական է, այսինքն անձնավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ նրա շրջապատում գտնվող մարդիկ անձնական, այսպես ասենք, խնդիրներ են բարձրացնում կապված եկեղեցու վերնախավի հետ եւ հակառակը եկեղեցու վերնախավում, օրինակ կաթողիկոսի ուերսներում ժամանակին կոչ էր անում Հայաստանի վարչապետին հրաժարական տալ, հիմա էլ Հայաստանի վարչապետը կոչ է անում կաթողիկոսին հրաժարական տալ, փաստացի սա ինստիտուտների բախում չէ, սա անձերի բախում է, իսկ անձերի բախումը ավելի շատ է հնարավորություն տալիս մեր նշած, այդպես եթե պատկերավոր ասենք, կենսաբանությունից օրինակ վերցնելով պարազիտներին, որպեսզի պարազիտանան այս գործընթացների վրա։ Լավ կլիներ, որպեսզի եկեղեցու վերնախավը, ինչպես ասացի, նկատեր, որ իրենք գործիք են դառնում, որ իրենց օգտագործում են, փորձեր դուրս գալ նման հարաբերություններից, մյուս կողմից իշխանությունները փորձեին հասկանալ, թե ինչպես կարելի է լուծել այս թնջուկը եւ ինչ որ համաձայնությունների գնային եկեղեցու հետ։ Ես այդ համաձայնության տարբերակը այսպես եմ տեսնում, եկեղեցու ղեկավարությունը կարող է դուրս գալ ուղղակի քաղաքական գործընթացներից, իհարկե դուրս գալը պետք է նաեւ որոշակի գործողություններ ենթադրի։ Առաջին գլխավոր գործողությունը Բագրատ Գալստանյանի հեռացումն է եկեղեցու շարքերից, որովհետև նա փաստացի քաղաքական գործունեություն է իրականացրել եւ այլևս չպետք է հոգեվոր ծառայություն կատարի։ Մյուս գործողությունը իմ պատկերացմամբ կարող է լինել բարձրաստիճան հոգեվորականներին քաղաքական տեքստեր ասելու արգելքը գոնե ժամանակավորապես